Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Ինչ է ուզում Իլհամ Ալիևը։ Սա այն հարցն է, որը հուզում է մեր հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներին, լրագրողական հանրությանը, մեր քաղաքական դաշտի որոշակի սեգմենտին, եւ այդ հարցը պարբերաբար հնչեցվում է մեր ներքաղաքական դիսկուրսում եւ մեր ԶԼՄ-ների էջերից եւ եթերներից։ Ես բազմից եմ անդրադարձել այս հարցին եւ հնչեցրել եմ պատասխան, այնպես ինչպես դա կա տեղ ունի իմ անձնական պատկերացումներում, բայց վերջերս տեղի ունեցել երկու իրադարձություն, որի շուրջ նորից սկսվել է ակտիվանալ մեր ներքաղաքական ներհայաստանյան դիսկուրսը կապված Ալիևյան ցանկությունների հետ։ Դա Նյու Յորքում ՄԱԿ-ի հերթական նիստի ժամանակ հնչած Ալիևյան հայտարարություններն են, ալյա Զանգեզուրի միջանցք, որը ըստ պարոն Ալիևի կազմում է Թրամփի ուղու անբաժանելի մասը, եւ Կոպենհագենում հերթական Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև սուրճի ըմբումն է համատեղ։ Եվ հարցը այստեղ այսպես է հնչում, ինչու Ալիևը ՄԱԿ-ում, Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, իսկ այ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելիս, սուրճ խմելիս այդ ամենի մասին չի խոսում, եւ եթե մենք հավատանք մեր երկրի իշխանավորներին, այն տեղեկատվությանը, որը հրապարակվում է, ամեն ինչ շատ կառուցողական հունով է ընթանում եւ Ալիևը այդ զրույցի ժամանակ Զանգեզուրի կամ միջանցքի մասին ընդհանրապես չի հիշատակել։ Եվ այստեղից հարց է առաջանում, այդ Ալիևը ինչ է ուզում։ Հրճ ջան, Ալիևը ուզում է, ուզել է եւ ուզելու է Հայաստանից մեկ բան, որպեսզի Հայաստանը գոյություն չունենա որպես անկախ ինքնիշխան պետականություն։ Եվ Ալիևը 2003 թվականից սկսած ամեն ինչ արել է, որպեսզի իր այդ նպատակին հասնի։ Եվ մենք ցավով պետք է արձանագրենք, որ նպատակի մի մասը կապված մեր հայրենիքի մի մասի հետ, Արցախի հետ, Ալիևը իրականացրել է Թուրքիայի, Ռուսաստանի օգնությամբ, միջազգային տերորիստների, ահաբեկիչների օգնությամբ, սեփական փողերի, ադրբեջանական փողերի, նավթից եկող գումարների օգնությամբ, այնուամենայնիվ Լավրով 1 օպերացիան նա իրականացրել է։ Եվ Արցախը այլևս հայկական չէ։ Արցախը Ալիևի գրպանում դրված է այս պահին։ Իսկ այ Լավրով 2 օպերացիան չի ստացվել։ Չի ստացվել, որովհետև մեզ մոտ մենք հավաքելով վերջին սթափության մնացորդները գնացել ենք վերջապես ճիշտ ճանապարհով։ Եթե դեռ 2021-ին 20 թվականի պայմանավորված պատերազմից հետո մենք դեռ ապավինում ենք Ռուսաստանին եւ ռուսական օգնությանը եւ հայ-ադրբեջանական սահմանում տեղակայում ենք ռուսական զորքեր, ապա 22-ի դեպքերը, երբ որ ադրբեջանական բանակը 3 կիլոմետրից պակաս հեռավորության վրա հայտնվեց Ջերմուկից եւ նույնիսկ վնասվել էր Ջերմուկի ճոպանուղին, այսինքն նրանց այդ լպյոշությունը հասել էր այդ մակարդակին, մենք վերջապես հասկացանք, որ ոչ Ռուսաստանը, ոչ ՕԴԿ-ն հապկը մեզ չեն օգնելու։ Եվ վերջապես եկանք ճիշտ եզրահանգումներին եւ մեր հայացքները ուղղեցինք ճիշտ ուղղությամբ, ինչը եւ թույլ տվեց մեզ խուսափել Լավրով 2-ի իրականացումից։ Լավրով 2-ը իրականություն չդարձավ, այնպես ինչպես դա գրված էր նոյեմբերի 9-ի այդ ցխտի կտորի մեջ։ 9-րդ կետը կարդացողը միանգամից կհասկանա ինչի մասին է խոսքը։ Իսկ խոսքը ոչ ապել, ոչ պակաս Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման մասին էր, այնպես ինչպես ոչնչացվել էր Արցախի հանրապետության չկայացած, բայց կառուցվող, շատ դանդաղ կառուցվող ինքնիշխանությունը եւ անկախությունը։ Հիմա Ալիևին չհաջողվեց իրականացնել Լավրով 2-ը ռուսների օգնությամբ եւ մասնակցությամբ։ Հայաստանը կա ինքնիշխան երկիր։ Զանգեզուրի միջանցք չկա։ Կա թրիփ։ Եվ ի ուրախության ինձ սա այն քաղաքականության արդյունքն է, որի մասին այդ թվում նաև ձեր համեստ ծառան իր եթերներում եւ հարցազրույցներում բազմիցս խոսել է սկսած 2020 թվականից, ոչ թե 22-ից Ջերմուկի դեպքերից հետո, այլ 20-ից հետո, երբ որ պարզ դարձավ, որ ռուսների հետ այլևս ոչ մի հույս կապել անիմաստ է, հույսեր կապել անիմաստ է։ Եվ այն ժամանակ դեռ հասկանալի էր, որ եթե Եվրամիությունը
այդ Շարլ Միշելները, որոնց մասին այդքան ծաղրանքով է խոսում մեր քաղաքական դաշտի առնվազն մի մասը, Շարլ Միշելները խնդիրը չեն լուծում, Մակրոնները խնդիրը չեն լուծում, ուրեմն մեզ մնում է մեկ ճանապարհ փորձել այդ խնդիրները լուծել, հրավիրելով տարածաշրջան, ինչու ոչ Հայաստան, ամերիկացիներին։ Այն ժամանակ այդ նույն մարդիկ, որոնք արհամարանքով խոսում էին Շարլ Միշելների եւ Մակրոնների մասին, ասում էին, որ ամերիկացիներին Հայաստանը եւ Հարավային Կովկասը ընդհանրապես հետաքրքիր չէ։ Եվ աշխարհում կա մեկ երկիր, որին հետաքրքիր է Հայաստանը եւ Հարավային Կովկասը, եւ այդ երկիրը Ռուսաստանն է։ Հետեւաբար մենք պետք է գնանք ծնկի իջնենք ռուսական ցարի առջև եւ նրան խնդրենք, որ գա մեզ պաշտպանի, փրկի կամ չգիտեմ ինչ անի։ Ռետորաբանությունը պահպանում եմ, ես ցիտում եմ հիմա։ Մենք տեսանք, որ դա չի աշխատում։ Եվ ի ուրախության ինձ գնացինք միակ հնարավոր ճանապարհով։ Ես չգիտեմ, ես այդ տեղեկատվությունը չունեմ։ Մենք ենք գնացել Ամերիկա, առաջարկել ենք ինչ-որ բանակցային օրակարգ, որի շուրջ հետագայում համաձայնություն է ձեռք բերվել։ Թե ամերիկացիներն են եկել առաջարկել, երկուսն էլ ընդունելի է, որքանով ես գիտեմ, մեր կողմից քայլեր արվել են եւ այն ռազմավարական երկխոսությունը, որը ավարտվեց պայմանագրի հուշագրի ստորագրումով, դրա վառապացույցն է, եւ հետագայում եղավ թրիպը։ Եղավ թրիպը, որը առնվազն Ալիևյան ցանկությունների վրա, Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մեծ խաչ դրեց։ Ես չգիտեմ, որքան ժամանակ կտևի այս մորատորիը, հա, Ալիևյան ագրեսիվության վրա, որքան ժամանակ ԱՄՆ-ն կկարողանա այն զսպի, բայց այս պահին իրավիճակը հետևյալն է։ Հարձակվել Հայաստանի վրա, գրավել Հայաստանը, զենքի ուժով վերցնել Սյունիքի մարզը կամ այդ իր ասած Զանգեզուրյան միջանցքը այնպես ինչպես նա դա արեց Արցախի դեպքում, նա չի կարող, այդ հնարավորությունը չունի։ Հետևաբար վերադառնանք մեր բուն զրույցին։ Ինչ է մնում Ալիևին։ Ալիևին մնում է մտնել այդ պայմանավորվածությունների մեջ, պայմանական թրիպյան պայմանավորվածության մեջ, Թրամփի առաջարկները ընդունել եւ բանակցել։ Ինչ է Ալիևը հիմա անում է։ Արդյոք սա չի նշանակում, որ Ալիևը պարտադիր պետք է հրաժարվի Զանգեզուրի միջանցքի գաղափարից կամ իր երազանքներից։ Իհարկե ոչ։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ Գաբալայում կայացող այս թուրքերի հերթական հանդիպման ժամանակ Ալիևը հերթական անգամ խոսելու է այդ մասին, Զանգեզուրի միջանցքի մասին, իր մեծ թուրանի մասին, չգիտեմ ինչի մասին, բայց խոսելը մեկ բան է, իսկ ռեալ հստակ պայմանավորվածություններ իրականացնելը մեկ այլ բան։ Մենք այս պահին չունենք Զանգեզուրի միջանցք եւ այն չի նշмарվում, չունենք խաղաղություն, որի մասին խոսում է իշխանությունը։ Մենք ունենք բանակցային գործընթաց։ Մենք ունենք Երևան ժամանած ամերիկացիներ, որոնք հստակ օրակարգ են այսօր ձևավորում եւ քննարկում են այդ օրակարգը մեր համապատասխան գերատեսչությունների հետ եւ ես վստահ եմ, որ նրանք Բաքվել են գնալու, գործընթացը տեղից շարժվել է, գործընթացը ընթանում է առաջ։ Եվ հարց է առաջանում. արդյոք այս պայմաններում մեզ պետք է հուզի ինչ է ուզում Իլհամ Ալիևը։ Միգուցե ինչ է ուզում Իլհամ Ալիևը մենք վաղուց գիտենք, գոնե փորձագիտական մակարդակում։ Միգուցե եկել է ժամանակը խոսել այն մասին, թե մենք ինչ ենք ուզում։ Մենք ինչ ենք ուզում այս ամենից։ Մեր հասարակությունը, մեր քաղաքական դաշտը ինչ է ուզում։ Ես կարծիքներ եմ լսում մեր հասարակությունից, առանձին սեգմենտներից, որ մեզ պետք չեն ամերիկացիները Հայաստանում։ Պետք չեն ամերիկացիները, որովհետև ամերիկացիները կգան կգնան, իսկ հետո կգան թուրքերը, եւ Հայաստանը կհանձնվի Թուրքիային։ Սա կարծիք է, որը կյանքի իրավունք ունի, իհարկե սա իմ պատկերացումներին չի համապատասխանում, բայց սա կարծիք է։ Այդ կարծիքը շատ ակտիվ տաքացվում է, հանրայնացվում է եւ տարածվում է մեր ներքաղաքական ներքապնակում ներկայացված ոմանց ուժերի կողմից, հա, եւ այդ ոմանք շատ ակտիվ դա գեներացնում են եւ տարածում են։ Նշելով, որ միակ այլընտրանքը այդպիսի թուրքահպատակությանը դա ռուսահպատակությունն է։ Եթե մենք չենք ուզում լինենք թուրքերի ստրուկները, հենց այսպես են նրանք ասում, ապա մենք պետք է լինենք ռուսների ստրուկները։ Լինել ազատ քաղաքացիներ, ազատ եւ անկախ Հայաստանի, մենք ապրիորի չենք կարող այդ տրամաբանության համաձայն։ Ես դա չեմ կիսում, ես դա չեմ ուզում եւ իմ պատկերացումները իմ եւ իմ երեխաների ապագայի մասին Հայաստանի Հանրապետությունում մի փոքր մեղմ ասած տարբերվում են այդպիսի
ստրկամիտ պատկերացումներից։ Ինչ այլ ընտրանք մենք ունենք։ Իշխանությունները, խոսենք իշխանությունների մասին։ Իշխանությունները ասում են, որ արդեն կա խաղաղություն, խաղաղությունը եկել է, պատերազմ չի լինելու, ամեն ինչ լավ է լինելու, եւ ընդհանրապես մեծ հաշվով մենք չպետք է անհանգստանանք մեր անվտանգության մասին։ Դա այդպես է, ոչ, դա այդպես չէ։ Որովհետեւ խաղաղություն դեռ չկա։ Որովհետեւ կա ընդհանրապես նախաստորագրված մի համաձայնագիր, որի վերջնական ստորագրումը դեռ տեղի չի ունեցել։ Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ կլինի վերջնական ստորագրված փաստաթուղթ, հայ-թուրքական սահմանը կբացվի, հայ-ադրբեջանական սահմանը կսահմանազատվի, եւ մեր երկու երկրների միջեւ այլևս չեն մնա լուրջ խնդիրներ։ Հասկանալի է, որ երկրորդական, երրորդական ածածյալ խնդիրները կարող են տասնյակ տարիներ դրտևել։ Դրա համար ես այս 3 պայմանն եմ համարում անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք խոսել խաղաղության մասին, որպես իկատար եղած փաստի։ Այդ պահին մենք այս փաստը չունենք, բայց գտնվում ենք այդ ճանապարհի վրա։ Սա երկրորդ տեսակետն է։ Կա արդյոք երրորդ տեսակետ։ Կա արդյոք այս ամենին այլ ընտրանք։ Իհարկե կա։ Աշխարհը չի սահմանափակվում մեզ համար, հայ ժողովրդի եւ Հայաստանի համար, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև ընտրությամբ։ Աշխարհը չի պտտվում Իլհամ Ալիևի ցանկությունների շուրջ։ Աշխարհը շատ ավելի մեծ է։ Եվ այդ ավելի մեծ աշխարհում կան շատ ավելի մեծ հնարավորություններ, որոնք մենք կարող ենք օգտագործել։ Ուրախություն ինձ ես տեսնում եմ, որ ներկա քաղաքական իշխանությունում մեր երկրի այդ հասկացողությունը կարծես թե կա։ Դա առնվազն արտահայտվում է այն աշխարհագրության մեջ, որը մենք տեսնում ենք, այցերի աշխարհագրության մեջ, որը ներառում է ամբողջ Եվրոպան, Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ տարբեր մակարդակներով իշխանությունը այդ այցերը եւ բանակցությունները կարծես թե տանում է առաջ։ Սա մենք կարող ենք նշել որպես հուսադրող փաստ, որը թույլ է տալիս մեզ այս պահին խոսել եւ կանխատեսել, որ մենք գոնե Հայաստանի իշխանավորները այդ մեծ աշխարհը իրենց շուրջը տեսնում են եւ ընտրությունը վաղուց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև չէ։ Իդեպ այդ ընտրությունը երբևիցե չի եղել։ Չի սահմանափակվել Ռուսաստանով եւ Թուրքիայով։ Հենց այդ ընտրությունը արհեստական նարատիվը, որը բերել է եւ ներմուծվել է մեր ներքաղաքական դաշտ, բերել է մի իրավիճակի, երբ որ մենք ստիպված ենք այսպես դողերոցքով, վախով հետևել Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Իլհամ Ալիևը ինչ է մտածում։ Իրոք Իլհամ Ալիևը ուզում է պատերազմ, թե Իլհամ Ալիևը ուզում է խաղաղություն, Զանգեզուրի միջանցք, թե Թրամփի ուղի։ Ալիևը իր ստորագրությունը դրել է Թրամփի ուղու տակ։ Եվ այդ ստորագրությունը կմնա եւ ի կատար կարվի, այդ թվում նաեւ կախված է մեր գործողություններից, մեր համագործակցությունից ամբողջ աշխարհի հետ, այն կենտրոնների հետ, որոնք այսօր ինչ որ դերակատարում ունեն մեր տարածաշրջանում։ Առաջին այդ կենտրոններից իհարկե Վաշինգտոնն է։ Այո, այստեղ պետք է շատ լուրջ եւ լավ հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ, որը այդ ով ինչ ուզում է ասի։ Կա մի կարևոր հանգամանք։ Այդ Թրամփի ուղով ինչ բեռներ են տեղափոխվելու։ Ադրբեջանական, թուրքական, կենտրոնական Ասիայից են լինելու այդ բեռները, թե միգուցե Չինաստանից։ Չինաստանի դերակատարումը աշխարհում միջազգային հարաբերություններում եւ հենց թրիպի այդ մասով չի կարելի թերագնահատել։ Եվ մենք իրավունք չունենք այդ ամենը հաշվի չառնել։ Այո, ԱՄՆ-ն կարող է դեմ լինել, կարող է վաճառել այդ միջանցքը Չինաստանին, բայց այն որ Չինաստանին այդ ամենը հետաքրքիր է, դա կարծում եմ ակնհայտ է։ Եվ այս ամբողջ ընդհանուր համատեքստում հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն իր հերթին թրիպի միջոցով մի քանի նպատակ է իրագործում մեր տարածաշրջանում, այն է առաջինը Ռուսաստանին վերջնականապես դուրս շպրտել այստեղից, երկրորդը Ռուսաստանի եւ Չինաստանի տակից փոքել կենտրոնական Ասիան, եւ երրորդը դառնալ սովետական, հետսովետական այդ տարածքում հարավում հեգեմոն, ակնհայտ է, երեք հիմնական թիրախներն են, որոնք նրանք փորձում են լուծել։ Հետևաբար այդ ամենը բերել եւ հասցնել մի պրիմիտիվ մակարդակի, երբ որ Թրամփին միայն Նոբելյան մրցանակ է պետք է մնացածը իրեն չի հետաքրքրում, դա այնքան էլ տեղին չէ, մենք չեմ կարծում, որ արժանի ենք լսել
միայն այսպիսի կարծիքներ եւ այսքան պրիմիտիվացնել այս լուրջ գործընթացը, կարծում եմ, մեր շահերից չի բխում։ Մենք պետք է հասկանանք իրականությունը որն է։ Իլհամ Ալիև, վերադառնանք նորից Ալիևին։ Այս ամբողջի համատեքստում Իլհամ Ալիևը ասենց մի հատ փոքրիկ խաղաքար է, այդ մեծ շախմատի խաղատախտակում։ Խաղաքար է, որը շատ դեպքերում ինքնուրույն չի քայլում։ Ինքը ստիպված հարմարեցվում է խաղի կանոններին։ Իսկ խաղի կանոնները այս պահին թելադրում են առաջին հերթին Վաշինգտոնում։ Այդ ամենը, այդ քաղաքականությունը կենտրոնական Ասիայի ուղղությամբ ձևավորվել է շատ վաղուց։ Նոր բան չէ սա։ Եվ այո, Ռուսաստանը իր գործողություններում, որոնք եղել են պայմանավորված եւ կոորդինացված Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, բերել է մի իրավիճակի, երբ որ այդ պլանները կարող են այսօր իրականություն դառնալ եւ փակ տարածաշրջանը, հարավային Կովկասը կարող է բացվել։ Սա այդ թվում նաեւ Ռուսաստանի շնորհքն է։ Ռուսաստանը չի ցանկացել իհարկե, որ այդպես լինի, բայց այդպես ստացվել է։ Այս ամենի ֆոնին Ալիևի ցանկությունները վստահեցնում եմ ձեզ այնքան էլ կարևոր չեն։ Մանավանդ երբ որ մենք այդ ցանկությունները գիտենք։ Կարևոր է այն, որ մենք կարողանանք ստեղծել մի իրավիճակ մեր դիվանագիտության միջոցով, մեր բանակը զարգացնելու միջոցով, երբ որ Ալիևի ցանկությունները մնալու են միայն իր ուղեղում, որը շատ դեպքում բորբոքվում է, շատ դեպքում լինում են ինչ-որ պայծառատեսություններ են լինում իր մոտ, հա, Զանգեզուրի միջանցքը փոխարինվում է Թրամփի ուղով եւ հակառակը, Ալիևը քաղաքական գործիչ է, վաճառական է, առևտրական է եւ դա նորմալ է։ Աննորմալ է, երբ որ մենք չենք կարողանում ճիշտ ընկալել ինչ է ուզում Ալիևը եւ ինչ պետք է անենք մենք։ Ես տեսնում եմ, որ այսպիսի ընկալումներ իշխանությունում կա եւ ես հուսով եմ, որ սա շատ կարևոր է։ Ներքաղաքական կոնյունկտուրան այդ ընկալումների ճշտության վրա, համաչափության վրա բացասական կերպով չեն ազդելու։ Այնպես, ինչպես դա տեղի է ունենում մեր մնացած ներքաղաքական դաշտում, երբ որ մարդիկ, որոնք դեռ 3 ռացիոնալ միտք էին արտահայտում, այսօր ելնելով ներքաղաքական նախընտրական տրամաբանություններից եւ շահերից, այնպիսի հիմարություններ են դուրս տալիս, որ մարդ ուղղակի ապշում է, թե ինչպես կարող է բանական մարդը, քաղաքական գործիչը, որը ունի բավականին մեծ քաղաքական փորձ, այսպիսի կատեգորիաներով խոսել լուրջ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական գործընթացների մասին։ Ես հուսով եմ, որ այս ախտը, այս համաճարակը իշխանությանը, այսպես ասեմ, շարքից եւ հունից չի հանելու եւ չի անդրադառնա մեր արտաքին քաղաքականության վրա։ Իսկ այդ դեպքում Ալիևի ցանկությունները մեզ համար կլինեն լավագույն դեպքում Ալիևի համար երկրորդական, երրորդական եւ չորրորդական, եթե ոչ 10-րդական։ Քիչ անց մենք կշարունակենք մեր եթերը։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարգի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապարիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։
Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, մեզ Վրաստանի Թբիլիսի մայրաքաղաքից տեսակապով է միացել բազմազգ Վրաստան հասարակական կազմակերպության ղեկավար Арнольд Степаняна. Приветствую вас, Арнольд. Добрый день, Давид. Ну, начнем по порядку. Грузинская мечта объявила о своей победе на муниципальных выборах 4 октября, не дожидаясь их официальных итогов. Победа в Тбилиси, Руставе, Кутаиси, Батуми, Поте, то есть в самых крупных грузинских городах. Согласно правящей партии, там одержали победу их кандидаты. Вы согласны с этой точкой зрения? Вот на самом деле, что произошло на этих выборах? Ваша оценка? Давид, ну я вам скажу, что мы наблюдали за выборами настолько, насколько возможно было наблюдать за выборами. С технической точки зрения сам процесс проходил очень спокойно, но, наверное, потому что фактически не было конкуренции. Мы очень хорошо знаем, что часть оппозиции объявила бойкот, и другая часть оппозиции, которая все-таки решила принимать участие, в принципе, скажем так, работает под давлением властей, и часть из лидеров оппозиции, собственно говоря, до сих пор находится в тюрьме. Сам фон очень тяжелый. Предвыборная борьба, ну, ее, как бы, скажем так, и не видно было, и очень сложно предположить, насколько она возможна в таких условиях. Также мы хорошо знаем, что фактически ОДИР не приехал на мониторинг выборов, что тоже очень плохо повлияло на имидж самих выборов. Сегодня происходит то, что это был, я думаю, что единственный шанс грузинской мечты победить на выборах в крупных городах. Мы с вами об этом, я помню, что говорили много раз. В том случае, если оппозиция не приняла бы участие в этих выборах. И вот очень странно совпало, что оппозиция все-таки решила не принимать участие на выборах. То есть та оппозиция, которая имеет весомый процент голосов избирателей. Я уже даже не знаю, как назвать. То есть у нас есть грузинская мечта, с одной стороны, и вот та оппозиция, которая бойкотирует, я их называю мечтой грузинской мечты. Потому что лучше оппозиции не пожелаешь, собственно говоря. Так что по факту получается так, что грузинская мечта победила на выборах, и это было понятно, что они уже победят, потому что конкурентов, собственно говоря, у них не было. Насколько будут эти выборы отражать волю населения при такой явке низкой, кстати, явка на выборах в органы местного самоуправления так не такая высокая, как правило, но в любом случае, да, когда оппозиция бойкотирует выборы, часть оппозиции, скажем так, да, когда большая часть электората оппозиционного не идет на выборы, и фактически мы сейчас имеем мэров городов, которые выиграли выборы в неконкурентной борьбе, если можно назвать борьбой, скажем, эти выборы. А почему вот эта вот оппозиция, мечта грузинской мечты бойкотирует выборы? Чем они это объясняют? И на самом деле, насколько соответствуют реалиям эти объяснения? Давид, если честно, ни одного ответа, я задавал эти вопросы, и ни одного ответа, который можно связать с логикой, не получил. То есть, говорят в основном о том, что это процесс, и он рано или поздно закончится, скажем, нашей победой, но как бы процесс, в чем заключаются шаги, которые могут привести к победе. Понимания этого нет. Ответ один: борьба, борьба, борьба. Непризнание этих властей и борьба. Мы видим, как некоторые авторитарные политики выражаются, на поле фактически у нас есть правящая партия, которая остается одна, собственно говоря, никто им конкуренции не составляет в конституционных рамках. Попытки свержения революции вот позавчера, да, была, и вы видели, чем это закончилось, и это было понятно, что тем закончится, потому что у этой части оппозиции, которая пыталась позавчера что-то сделать, скажем, предпринять шаги неконституционные, однозначно тоже не было серьезного плана, который может привести к этому. Да и я вам скажу, что большинство населения не поддерживает, собственно говоря, такие радикальные шаги.
То есть определенная часть, которая радикально настроена, поддерживает, но это не значит, что то же самое, что делает сейчас грузинская мечта, да, вот с этими 25% на активного населения, которые активно их поддерживают, да, принимать решения они не совсем как бы устойчивы будут. И есть еще другие 25%, которые поддерживают ту оппозицию, которая бойкотирует выборы, которая хочет какие-то неконституционные шаги делать, что тоже очень-очень под большим вопросом обсуждать, насколько это легитимно вообще, как бы, да, насколько это отражает, вернее, нелегитимно, понятно, что нелегитимно, а насколько это отражает чаяние граждан страны. Есть еще несколько партий посередине, которые находятся в гражданском обществе. Вообще, как бы очень мало таких организаций осталось. В медиа практически нет, которые говорят о том, что оппозиция должна принимать участие на выборах, и там, где у нее есть шанс, она должна этот шанс использовать. Шанс был именно победить в больших городах. Единственный шанс, еще хочу повториться, потому что очень важно, единственный шанс, при котором грузинская мечта могла победить в крупных городах на выборах, это был вот тот сценарий, который сейчас произошел. Это не участие оппозиции на выборах. Тем не менее... Очень удобная позиция у грузинской мечты, так получилось. Попробуем разобраться с той частью оппозиции, которая принимала участие в выборах и организовала вот эти протесты, в ходе которого был сломан забор президентского дворца в Тбилиси. И важно отметить, что экс-президент Грузии Саломе Зурабишвили назвала происходящее у дворца Арбеляни фарсом и постановкой режима с целью дискредитировать мирные протесты. То есть получается, что, если вы, конечно, согласны с этой логикой, что вот за этой частью оппозиции стоит власть? Или здесь все-таки имел место какой-то более стихийный процесс? Давид, исключить ничего нельзя сейчас. То есть вполне возможно, что есть, я бы не сказал бы, что да, за этой частью как бы оппозиции и людей, которые пришли на митинг, или тех лидеров, если их можно так назвать, которых сейчас поймали, и они находятся в тюрьме, в следственном изоляторе, вернее. За ними стоит однозначно власть. Может быть, за кем-нибудь из них как бы там стоят люди, которые подталкивали их к такому сценарию, чтобы обнажить планы некоторых политических сил, которые, может быть, громко не говорят о том, что они хотели бы свергнуть правящую партию, но все-таки работают в этом направлении, я думаю. И скорее всего, когда как бы такие процессы ведешь, громко о них никто не говорит. По крайней мере, там заранее не делают анонс. И это группа людей, которая сейчас в тюрьме находится, да, они анонсировали революцию, анонсировали конкретного числа, приглашали сторонников туда, и абсолютно понятно было, что у них ничего не получится, потому что, во-первых, это не те силы были, за которыми люди пойдут, несмотря на то, что много все-таки людей было обстреляли на Центральный проспект, и меньше, соответственно, пошло к президентскому дворцу, но в любом случае, да, это не та сила, которая способна совершить что-то такое, да, тут сил не хватает у них, сил, видя не хватает и так далее. Не исключаю, что часть из них все-таки были в сговоре, вполне возможно. Политика такая вещь, когда, особенно грузинская политика, когда абсолютно не понимаешь, кто свой, кто чужой. И то же самое могу сказать и о той части оппозиции, которая бойкотирует выборы. Там тоже, я думаю, что есть партии, которые саботируют остальные партии на то, чтобы не участвовать в законодательном процессе, не участвовать, скажем так, в процессе, который в конституционных рамках может быть, и вот создавать условия для грузинской мечты, чтобы она побеждала бы. На самом деле, да, то есть если по факту смотреть, то они создают все условия для того, чтобы грузинская мечта была бы у власти. И остается та оппозиция, которая приняла решение принимать участие, понимая то, что они, естественно, без шансов не смогут победить, потому что остальная оппозиция, которая бойкотировала, она еще умудрилась против этих двух партий работать, которые принимали, оппозиционных партий, которые принимали участие. То есть они реально объявили кампанию, они ездили по регионам, ходили к населению, к избирателям, говорили, чтобы те не выходили бы на выборы. То есть они работали не с избирателем грузинской мечты, да, а работали с оппозиционным электоратом, чтобы те не шли бы на выборы и, соответственно, не голосовали бы за те оппозиционные партии, которые принимали участие на выборах. Да, то есть вот эта деструкция, она присутствовала буквально везде, и тут как бы из 100% ни 1% не было ни у кого взять
достойное количество голосов для того, чтобы влиять на процессы в органах местного самоуправления. Я думаю, что, к сожалению, фундамент подобных действий заложен. Абсолютное понимание того, что есть, что эти политические партии уже как бы не поменяют своих подходов и будут в этом направлении работать. И я не вижу перспективы, если честно, для вот этого спектра политического, для этих лиц, которые сегодня находятся в политике, я имею в виду оппозицию, да, чтобы они смогли бы когда-либо достичь успеха без кардинального пересмотра своей стратегии и без смены, по крайней мере, лиц в политике. Приелись уже все, скажем просто. Понятно. Ираклий Губахидзе, грузинский премьер, возложил ответственность за беспорядки в Тбилиси на посла ЕС, заявив, что представители ЕС поддерживали попытку смены конституционного строя в стране. Дальше пошел спикер грузинского парламента Шалва Папуашвили, который от имени грузинского общества заявил, что мы ожидаем от Европейского Союза извинений за поддержку попытки свержения власти, а не критики. А какую роль во всем этом играет действительно критика, которая звучит в адрес грузинских властей, грузинской мечты из Брюсселя? И вообще, какую роль на самом деле сыграли или не сыграли представители ЕС, иностранные послы в том, что происходило 4 числа в Тбилиси? Нет, ну абсолютно никакой, Давид. Абсолютно никакой. У послов, во-первых, они не для этого приехали в страну, в Грузию. Посольства не для этого существуют. Несмотря на массу стереотипов, массу дезинформации, которую вкидывают, особенно российские СМИ, по поводу западных посольств. Сегодня дипломаты абсолютно корректно себя ведут. Да, есть высказывания, которые, скажем так, направлены против действий грузинской мечты. Оно абсолютно понятно. То есть, да, потому что у нас грузинская мечта за последние 2 года приняла ряд законов, которые ущемляют свободу гражданского общества. Мы об этом там много говорили, вы знаете, о каких я законах говорил. И оппозиционные лидеры определенной оппозиции по делу или без находятся сегодня в тюрьме. Есть давление на гражданский сектор, есть давление на средства массовой информации. То есть есть крупный откат от демократии. И абсолютно естественно, что дипломатические миссии европейских государств и евроделегация сама, и не только они, а еще, скажем так, еврочиновники из Брюсселя очень активно критикуют грузинские власти за это. По-другому не могло быть, это абсолютно естественно. И я не думаю, что какого-то ожидания были, я имею в виду властей. Да, ожидания были, что Евросоюз просто закроет на это глаза и пропустит. Да, столько лет шли рука об руку, и были определенные ожидания о том, что Грузия станет все-таки в перспективе членом Европейского Союза, потому что определенные реформы проводились однозначно. И вот так буквально за год разрушить все, что создавалось по кирпичикам за годы независимости Грузии, конечно, заслуживает критики. Арнольд, из ваших слов получается, что грузинская оппозиция фактически уже была расколота, если они пошли на выборы вот в таком виде и в таком составе. Но у меня вот складывается впечатление, что вот этот вот штурм президентского дворца, который был 4 октября, расколол эту оппозицию еще больше. Вы так не считаете? И в чьих это интересах? Давид, я бы сказал, куда больше, если честно. Да? На самом деле, да, можно сказать, что придал огласке, скажем, определенные вещи, которые внутри есть. То есть был закрытый перелом, сейчас он открытый перелом. И я бы просто хотел посмотреть на реакцию оппозиции, если бы штурм удался бы и вообще, скажем так, произошел бы переворот или революция, по-разному называют, да. А дальше что бы они сказали? За что они? То есть, здесь оценка пошла по факту. По факту, постфактум, скажем так, да. Если вот оценки были бы такого типа до свершения, да, этого
этого действия с атакой на президентский дворец. Да, потому что эти люди анонсировали, что они собираются революцию, собираются захватывать государственные учреждения. Я думаю, что вовремя было бы говорить тогда, да, вот до этого всего говорить, что не делайте, мы не поддерживаем, да, а вот постфактум говорить, это уже запоздало. Хотя тоже, лучше поздно, чем никогда, конечно, но в любом случае это не настолько правдоподобно звучит, как звучало бы, если бы, да, перед действием было бы. Какую позицию во всем этом, я знаю, что в Грузии есть пророссийские политические силы, занимают эти силы, и вообще играет ли вот во всем этом внутриполитическом спектре сегодня какую-то роль Россия или силы, которые поддерживаются, возможно, финансируются из Москвы? Ну, однозначно, да. Есть, конечно, консервативные партии, у нас есть радикально-консервативные партии, есть, которые практически все работают с Россией и открыто поддерживают пророссийский курс. Есть во власти люди, которые также больше склоняются к пророссийскому курсу. Есть те, которые не склоняются, но вот на фоне напряженности с Евросоюзом как бы потихоньку отталкиваются на российскую обочину. Есть средства массовой информации, которые также открыто работают, то есть распространяют фейки, там, дезинформации, как бы ведут пророссийский курс. Очень интересно, в последнее время мы также фиксируем не только копирование месседжей, а еще и тайминг, то есть вот время. И как бы вот некоторые политики, некоторые средства массовой информации, которые распространяют пророссийский нарратив, очень активно и очень, как бы очень в ногу начали работать с российскими политиками. Хотя, как бы есть те, которые открыто об этом не говорят, что они как пророссийские или работают. Но нарратив, видим нарратив, тайминг тот же, дважды два. К сожалению, так, и их становится больше, Давид, их становится больше. Все больше, потому что вот это как бы вот каждодневная ругань с Евросоюзом, она также приносит определенные плоды. То есть для некоторых, которые хотят себя ассоциировать с властью, становится более популярным как бы ругать Евросоюз и сказать там пару, если не добрых слов о России, по крайней мере, не критиковать Россию. Арнольд, сравнительно недалеко от нас, от Армении, от Грузии, есть также еще одна страна постсоветского пространства, это Молдова, где совершенно недавно, кстати, там очень мощное присутствие есть российское, пророссийские силы, но они потерпели поражение в борьбе с проевропейскими силами, возглавляемыми президентом Майей Санду. Как вот это вот отразилось на ситуации внутри Грузии, в грузинском, если есть какие-то действительно реакции? Вот вы говорите, что число пророссийских сил увеличивается, растет. Странно, ведь на первый взгляд победа в Молдове проевропейских сил и будущее Молдовы, которая постепенно двигается в сторону Европы, должны были более воодушевить, возможно, ту же самую оппозицию, которая, как вы говорите, пассивна и бойкотирует выборы, что играет прямо на руки грузинской мечте. Тут какой-то парадокс, на мой взгляд, со стороны, когда наблюдаешь за ситуацией. Ну, Давид, я в первую очередь хотел бы сказать, что я не думаю, что в Молдове победили проевропейские силы и пророссийские проиграли. То есть все только начинается, да, потому что увидели результат, он фактически 50 на 50. И это значит, что у России довольно-таки сильный плацдарм для того, чтобы работать в Молдове. Они обязательно будут работать, обязательно будут оценивать ошибки, которые были сделаны, будут менять тактику. Ну, а если не получится, вы знаете, они всегда предпочитают работать в тени танков своих. Если не получится, то, наверное, буду думать, как по-другому сделать. Но так как бы просто эту географию отпустить для России, я думаю, что просто не отпустят, потому очень сложно. Это шаг к победе однозначно, но путь тернист, и еще нужно будет работать долго для того, чтобы победить реально. В Грузии также вы видите, что все, что происходит, это происходит на фоне
того, что Грузия когда-то, много лет назад, выбрала европейский вектор, и, естественно, это сопротивление России, естественно, то, что мы сегодня видим, это результат борьбы России с Западом, то есть геополитически, если смотреть. И я бы не сказал, что у нас конец пути тоже. Мы тоже находимся вот в определенном эпизоде этого пути сейчас, да, когда произошло вот так. По поводу оппозиции, воодушевила или не воодушевила, да, воодушевила некоторых. Да, некоторых не воодушевила, говорят, далеко, там между нами море, между нами города. Но повлияло или нет на действие? Нет. Не может повлиять. Не может повлиять, даже вряд ли повлияло бы, если бы у нас была бы сплоченная сильная оппозиция, эффективная оппозиция. Но тем более не повлияет тогда, когда у нас оппозиция абсолютно неэффективна. Ну и последний вопрос, Арнольд, какова сейчас ситуация в Тбилиси? Протесты завершились или еще продолжаются? В общем, да. Больших протестов нет, люди собираются в разных районах города. Не исключаю, что будет пауза определенная, потому что фон очень тяжелый. Сейчас грузинская мечта обвиняет оппозицию в попытке свержения государственной власти, и уже несколько человек, лидеров, по крайней мере, поймали. Я думаю, что это продолжится, то есть будут выявлять людей, которые участвовали на митинге или были замечены в определенных действиях, ломали забор, атаковали президентскую резиденцию. То есть этот процесс будет продолжаться, и, наверное, много людей, которые все-таки были на этом митинге, не будут участвовать в ближайшем будущем в митингах такого рода. Я вам скажу, что очень много молодежи разочаровано самим этим митингом, и это разочарование чувствуется. Самое плохое, что вот случилось, да, позавчера, это даже не решетка, забор президентской резиденции, а это то, что молодежь теряет остатки доверия по отношению к политическому спектру в Грузии, по отношению к оппозиции. А это очень неутешительный индикатор. Это, я думаю, что это единственная надежда Грузии. Молодежь, надежда на то, что рано или поздно европейский курс восстановится, и мы действительно станем частью европейской семьи. Но если молодежь будет разочаровываться в политиках и в политике как таковой, я думаю, что эта надежда может погаснуть. Что очень важно, чтобы те политики, которые сегодня являются ведущими, по крайней мере, мелькают в телевизорах день по несколько раз, они, я думаю, что должны понимать. То есть если они сегодня, они очень хорошо понимают, я думаю, ребята не глупые на самом деле, да, очень хорошо понимают, что дальше их заявлений, в принципе, ничего не идет. Они понимают, что они не могут поменять ничего этой политикой, и очень хорошо знают сами, для чего они это делают. Я уверен, что очень хорошо знают. И это вовсе не то, что они декларируют, но они же понимают, что вот этими действиями они гасят интересы молодежи участвовать в политике, стараться изменить что-то. И это очень плохо для государственности, долгосрочной перспективы. Понятно. Все это звучит очень неутешительно, но будем надеяться, что ситуация, тем не менее, изменится. Большое вам спасибо, Арнольд. Спасибо вам, Давид. Մեր հյուրներ, որը մեզ միացել էր տեսակապով Վրաստանի Թբիլիսի մայրաքաղաքից, բազմազգ Վրաստան հասարակական կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը, քիչ անց մենք շարունակենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարգի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապարիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ,
28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, մեզ Լիբանանի Բեյրութ մայրաքաղաքից տեսակապով է միացել Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտարյանը։ Բարև ձեզ, պարոն Գանտարյան։ Բարև ձեզ։ Պարոն Գանտարյան, իրականում ինչ փոփոխություններ է բերելու ոչ թե Գազայում, այլ ընդհանուր մեծ մերձավոր արևելքում Դոնալդ Թրամփի հերթական պլանը, որը որքանով ես հասկանում եմ, Համասը կարծես թե ընդունել է եւ որը, եթե մենք դատենք Թրամփի եւ Համասի հայտարարություններից, պետք է սկսի իրականանալ։ Իրական փոփոխություններ սա բերելու է։ Այո, նախ ասենք, որ Թրամփի հայտարարությունը արայն, որ սա միայն Գազայի չի վերաբերում, այլ ընդհանրապես տարածաշրջանում, ուրեմն շատ ավելի լայնամասշտաբ խաղաղության մասին հայտարարություն է, բայց մինչև փոփոխություն բերելու եւ Գազայում եւ ընդհանրապես տարածաշրջանում մի քանի դիտարկում անենք վերջերս ուրեմն լույս տեսած որոշ հրաբարակումների, լրատվությունների վրա, որոնք հետագա գործընթացների մասին կարող են որոշակի լույս սփռել։ Նախ ուրեմն Իսրայելի վարչապետի գրասենյակը հաղորդեց, որ անմիջապես իրենք պատրաստ են անցնել ուրեմն խաղաղության այդ ուրեմն ամերիկյան նախագծին ավելի ճիշտ։ Հետո ուրեմն Իսրայելյան բանակը ցուցմունք ստացավ ռազմական գործողությունները գրճատելու, ավելի թեթևացնելու։ Ուրեմն սա անմիջականությունը վերաթաթարի թերևս բարձ չէ, որովհետև նաև մյուս կողմից Համասը հայտարարեց, որ իրենք կողմ են ամերիկյան նախագծին, բայց այդ նախագծի գործադրությունը պահանջում է բանակցություններ։ Ուրեմն մի կողմից ռազմական գործողությունների ոչ թե դադարեցում, այլ գրճատում, մյուս կողմից նաև համաձայնության սկզբունքային դիրքորոշում ամերիկյան նախագծի ծրագրի Թրամփյան, բայց նաև բանակցությունների ակնկալություն։ Կարծում եմ ամբողջ խնդիրը այն համընթաց, զուգահեռ, միաժամանակյա իսրայելյան ուժերի հերացում մի կողմից, մյուս կողմից նաև Համասի զինաթափում, ընդհանրապես հերացում Գազայից։ Ուշագրավ էր նաև այս առումով Ռուբիոյի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հայտարարությունը, որ Համասի զինաթափումը հեշտ չի լինելու եւ թե դեռևս այս բոլորը չեն նշանակում, որ պատերազմը ավարտված է։ Գիտեք, ընդհանրապես ուրեմն առանցքը ամբողջ այս խնդրի թղթածրարի նախագծի Համասի ամբողջական զինաթափումն է եւ
մեկ կողմից նաև Համասը պատասխանատվություն ավելի Իսրայելի կողմի վրա գցելու մտադրությամբ հայտարարում է, որ եթե Իսրայելը հայտարարել է, որ իրենք Համասի սպառազինության 90 առ 100-ը ոչնչացրել են եւ թե 25000 Համասի զինվոր սպանել են, ընդհանրապես ինչ զինատապման պահանջ չէ, որի վրա շեշտում են բոլորը, բայց օրինակ նաև մյուս կողմից միայն Թուրքիան էր Ֆիդանի ջամփով, որ հայտարարեց, որ ուրեմն Իսրայելը որևէ բահին ավելի կոնկրետ Նետանյահուն որևէ բահին կարող է ուրեմն խոչընդոտել այս ծրագրի իրականացումը եւ վերադառնալ ռազմական գործողություններին։ Ուրեմն նման հայտարարություններ, նման հրաբարակումներ թերևս բարձ չեն դարձնում այս համախաղության նախագծի, ամերիկյան նախագծի անմիջական գործադրելիությունը։ Եվ այն ինչ երևում է հատկապես Համասի կողմից, որ սա կարող է լիարժեք ծառայել իբրև հրատատարի շուրջ համասայնություն կայացում, որից հետո կսկսվեն բանակցություններ։ Ուրեմն Համասը նաև բարձրացնում է, որ իրեն համար պետք է անպայման այնտեղ իր բացակայության, իր հերացման դեպքում ձևավորվի Պաղեստինյան ինքնիշխան պետություն, ինչը շատ անորոշ է թերևս եւ շատ բարդ գործընթաց կարծում եմ։ Ուրեմն այս հանգամանքները եւս պետք է նկատի ունենալ նախքան այս նախագծի գործադրելիությունը, հատկապես անմիջականությունը փորձել վերլուծելիս։ Պարոն Կանտարյան, ենթադրենք, որ իրոք Համասը զիջումների է գնում այս ճնշման տակ, իսրայելա-ամերիկյան ճնշման տակ, փաստացի վերջնագիր են դրել նրանց առջև եւ իսրայելական բանակի գործողությունները Գազայում այդ վերջնագրի վառ ապացույցն են։ Ընդունենք, որ Համասը իրոք համաձայնվում է եւ գնում է բանակցությունների ճանապարհով։ Իսրայելին ըստ ձեզ ընդունելի է, որ Գազայում ձևավորվի, չգիտեմ, անկախ պաղեստինական պետություն, Պաղեստինա։ Սա ընդունելի տարբերակ է Իսրայելի համար, առանց Համասի։ Կարծում եմ նաև հետևյալ դիտանկյունը արժի նկատի ունենալ, որ ստեյության, եթե մենք խոսում ենք անցումային կառավարության մասին, որը պիտի ուրեմն գազմված լինի պաղեստինցի տեխնոկրատներից եւ միջազգային փորձագետներից, որը ստեյության պիտի վերահսկի այնպիսի խորհուրդ, որի նախագահը Թրամփն է լինելու։ Այս դեպքում, եթե խորքային փորձենք ընկալել եւ բաղադրությունը, անցումային կառավարության եւ վերահսկողության մեխանիզմը, Միացյալ Նահանգների նախագահի անձամբ ներգրավվելը, կարծում եմ ավելի շատ կհամոզվենք, որ ստեյության Գազան հանձնվում է Միացյալ Նահանգներին։ Եվ գիտեք, օրին մենք դարագուսանքով նաև լսեցինք Թրամփի այն հայտարարությունը, որ Գազան դարձնելու են Ռիվիերայի զբոսաշրջության կենտրոնի զարգացող ուրեմն դարածքի տնտեսապես։ Գիտեք, այս 20 գետանոց նախագծի կարևորագույն կետերից մեկն է նաև առանց Ռիվիերա բարը օգտագործելու Գազան վերածել տնտեսապես բարգավաճող շրջանի, ուրեմն այս հեռանկարը, այս առաջադրանքը համընկնում է ամիսներ առաջ Թրամփի նույն հայտարարությանը, որը օրին նաև քաղաքագիտական շրջանակների կողմից բարագուսանքով, հարցականներով ընդունվեց։ Իսրայելի համար նաև այստեղ ներ-իսրայելյան շարժարիթ կա, որտեղ հրատատարի դեպքում եւ հատկապես բանակցությունների մեկնարկի առընթեր շատ հարցական է նաև Նետանյահուի պաշտոնավարման շարունակությունը, որտեղ Նետանյահուի վարկագիծը
ուրեմն եւ Սիրիայում, եւ Գազայում, եւ Լիբանանում անverջ ուրեմն այս փախումնային ռազմական փախումներով հատկանշվող վարկակիցը փորձում էր նաեւ ցկել այս բոլոր գործընթացները, որովհետեւ հրաթաթարով չմեկնարկեն նոր բանակցություններ, որտեղ բարձ էր, որ նաև Նեթանյահուի նկատմամբ ներիսրայելյան փողոքի ալիքները պարսանում էին եւ կառավարությունը կարող էր դաբանվել։ Ուրեմն այս շարժարից, այս հանգամանքները եւս կարծում եմ նկատի պետք է ունենալ եւ իրենք առաջնային խնդիր դրել են ոչ միայն Համասի արմադական վերացումը, լիկվիդացիան կամ ուրեմն չեզոքացումը եւ իբրև զինվորական միավոր եւ իբրև քաղաքական միավոր, կարծում եմ նաեւ որ իրենց համար առաջնային խնդիրը այնտեղ բաղեսինցի ժողովրդի չմնալը, հեռանալը, մեծ մասով հեռանալը, ինչը նաև իրենք փորձեցին անել նաև հարավային Լիբանանում, այսինքն այն ռազմագիտական, ռազմավարական, Իսրայելի սահմանամերձ շրջաններում, նաև Սիրիայում նույն վարկակիցը երևաց, այսինքն այն ժողովրդական պատկերի փոփոխության հանգող ռազմաքաղաքական գործողությունները, որին ցերնարգեց Իսրայելը իր սահմանամերձ շրջանում, այս դեպքում նաև Գազայում անվտանգության կոդիներ, Իսրայելի անվտանգության սպառնացող որևէ նախադրյալ չբարունակող շրջաններ վերածելու առաջադրանք ունեն եւ չեմ կարծում, որ նաեւ Իսրայելը կողլինի միայն Համասի հերացումով Գազայից։ Պարոն Գանտարյան, նաև հետաքրքիր մի իրողություն է ձևավորվում այս պահին տարածաշրջանում, Թուրքիան մտել է ակտիվ մրցակցության մեջ Իսրայելի հետ, Սիրիայից հետո առնվազն այդ մրցակցությունը սրվել է եւ այդ նույն Գազայի հարցում Թուրքիան զբաղեցնում է շատ հստակ հակաիսրայելական դիրքորոշում, հակաիսրայելական դիրքորոշում այդ հարցում ունի նաեւ Իրանը եւ Իրանի արտգործնախարարության վերջին հայտարարությունը դրա վրա ապացույցն է հերթական, արդյոք հնարավոր է իրավիճակային համագործակցություն Անկարայի եւ Թեհրանի միջև Գազայի հարցում։ Հաշվի առնելով, որ հակառակորդը մրցակիցը նույնն է։ Այո, իբրև քաղաքագիտական տեսություն չի բացառվում այդ հնարավորությունը։ Գիտեք, նախ Իրանի մասով ամերիկյան նախագծի շուրջ Համասը մի քանի օր պահանջեց, որովհետեւ իր վերջնական տեսակետը դա։ Համասը իբրև աչագից, իբրև ֆինանսավորող հիմնականում ուներ 3 պետություն։ Կատարը, որ նաև միջնորդում էր եւ նաև ֆինանսավորում, Թուրքիան, որ քաղաքական ասոցիացիոն ուներ, նաև գրոնապիլիսոփայական այդ քաղաքապարախոսական խնդիրները, իսլամական եւ բնականաբար ռազմական առումով Իրանը։ Թե Թուրքիան, թե Կատարը շատ արագ իրենց համաձայնությունն էին տվել ամերիկյան նախագծին, Իրանը լուր էր մինչև 3 ինք եւս ողջունեց ամերիկյան նախագիծը եւ միաժամանակ նաեւ ողջունեց Համասի դիրքորոշումը։ Այնտեղ երանգային դարբերություն կա, որովհետեւ ինչպես փորձեցի բացատրել, Համասը որոշակի պայմանավորվածությամբ է մոտենում այս խնդրին, գոմ լինելով իր համաձայնությունը տալով նախագծին, ուրեմն շեշտում է, որ դրա գործադրելիությունը ենթադրում է բանակցությունների մեկնարկ։ Ուրեմն այս Իրանի ուրեմն համաձայնությունը կարծում եմ շատ կարևոր է այս ամերիկյան նախագծին եւ Թուրքիան, որը հանդես է գալիս ուրեմն հակաիսրայելական ամենագոշտ մեղադրանքներով, գիտեք, որոշ հատված, որոշ ժամանակաշրջան Թուրքիայի եւ Իսրայելի փոխմեղադրանքները ավելի դեկլարատիվ բնույթ ունեին։ Հետո սիրիական տարածքներում երկու պետությունների շահերը փոխվեցին իրար, անգամ նաև միջնորդավորված ռազմական փախումների տեսքով, որովհետև Թուրքիան աջակցում էր այսօրվա Դամասկոսի իշխանությունների պատկանող
զինյալ ուժերին, մինչդեռ Իսրայելը քաչալերում էր, աջակցում էր ուղղակի դեղ ինչ որտեղ անուղղակի օրինակ դրուզներին, որոնք նաև փախումնային կոդի մոտ գործեցին եւ այնտեղ նաև չարթեր դեղի ունեցան։ Ուրեմն այդ դեկլարատիվ բնույթի մեղադրանքը լարվածությունը Անկարայի եւ Թել Ավիվի ուրեմն ռազմական դեսք ստացավ, փախումնային դեսք։ Չեմ կարծում, որ Անկարայի շահերից բխում է Իսրայելի դարազաշրջանում քերագայություն հաստատելը իբրև ռազմական ուժ, իբրև նաև հիմնական գլխավոր խաղացող, որովհետև եթե այս բոլորի սկիզբ այդ առաջին ժամանակաշրջանը Թուրքիայի համար հատկանշվում էր արաբական աշխարհում ասոցիացիան կոդիներ ձևավորելու, արկայություն լինելու եւ ուրեմն բաղեստինյան խնդիրը լիարժեք օգտագործելով կամ հակաիսրայելական հայտարարություններ անելով արաբական աշխարհում համագրանք շահելու եւ դարազվելու, մյուս կողմից չմոռանանք նաեւ, որ Իսրայելը մինչև Գազայի պատերազմը սկսել էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել արաբական տարբեր երկրների հետ, ինչը արգախվեց Գազայի պատերազմով։ Եվ կարծում եմ, որ Միացյալ Նահանգների հովանավորչությունը գրող Աբրահամյան դաշինքը դեղավորվում է այս ընդհանուր արտաքին քաղաքական քերագա ուղղության սահմաններում։ Ուրեմն այստեղ մրցաբայկարի շարժարիտները, հանգամանքները շատ բարձ են դարազաշրջանում եղանակ թելադրելու առումով եւ կարծում եմ, որ շարունակվելու են փոխվել Անկարայի եւ Թել Ավիվի շահերը առնվազն ժամանակի որոշ կդրվածքով մինչև իրադարձությունների արմատական նոր ուղղություն ստանալ եւ այդ առումով ուրեմն չի բացառվում, որ համընկնեն նաեւ Իրանի եւ Թուրքիայի շահերը հարաբերակցաբար Իսրայելին, բայց չմոռանանք, որ այս բոլոր գործընթացների գարմիր գծերը ուրեմն սահմանողը յուրաքանչյուրի թերագադարության ուրջացման կամ նվազեցման այս ամբողջ ռազմախաղերի հիմնական մրցավարը կանոններ թելադրողը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները միջին արևելյան տարածաշրջանում։ Մի փոքր խոսենք նաև մեր տարածաշրջանից, պարոն Կանտարյան, հարավային Կովկասից։ Այսօր Գաբալայում, Ադրբեջանում մեկնարկում է թուրքական պետությունների կազմակերպության հերթական 12-րդ գագաթնաժողովը, վաղը աշխատանքներին միանալու է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Որքանով եք գնահատում հավանականությունը, որ այդ միջոցառման ժամանակ հերթական անգամ հակահայկական հայտարարություններ կհնչեն, ալա Զանգեզուրյան միջանցք, Զանգեզուրի միջանցք եւ ընդհանրապես ինչպիսի դիրքորոշում կարող է այդ ամենի նկատմամբ զբաղեցնել Էրդողանը։ Կարծում եմ, որ անպայման հակահայ բանացևեր գոչեր որոշումներ կհնչեն, որովհետև սա ավանդական վարքագիծ է Բաքվի համար, ոչ միայն թուրքական, թուրքացեղ նման համաժողովներում, այլ ընդհանրապես իսլամական պետությունների վեհաժողովներում եւ այնտեղ Ադրբեջանը կրոնական հանգամանքը լիարժեք շահարկում էր հակահայ բանացևեր ընդունել դալու համար։ Հիմա այդ բանացևերի բովանդակությունը փոխվել է, բայց ամենայն դեպս բանացևերի հակահայ ուրեմն առանցքները կարծում եմ պիտի շարունակվեն, որտեղ սա Բաքվի ավանդական վարքագիծն է։ Իհարկե խաղաղացիական որոշ գունավորումով, պատետավորումով, բայց այնուամենայնիվ ըստ էության հակահայ կամ հայկական կողմի ուղղված սուր սլակներով, դատապարտանքներով եւ այլն։ Էրդողանի թերագադարությունը մի կողմից թույլ տալով, որ նման բանացևեր մշակվեն, խմբագրվեն, հնչեն, բայց մյուս կողմից առնվազն վերջին դիրքորոշումները, մոտեցումները, հրեդրապանությունը նկատի ունենալով
Կարծում եմ, որ որոշակի դարբերություն կլինի երանգային գուցե Էրդողանի դեպքում։ Այսինքն սա այն հարթակը չէ, կամ սա այն միջավայրը չէ, որտեղ Էրդողանը պիտի խոսի խաղաղության, կարևորության կամ ուրեմն թրագան ինչ որ ուղերձ ներառնող հայկական կողմին։ Բայց այլ միջավայրի մեջ կարծում եմ, որ Էրդողանը ներկա պայմանները կամ հանգամանքները նկատի ունենալով պիտի շարունակի որոշ տարբերություն մտցնել, ուրեմն իր խոսույթում հատկապես կարևորելու համար, ուրեմն գայացած պայմանավորվածության հիման վրա տարածաշրջանի համար նոր շրջափուլ տեսնելու ուղղությամբ։ Այս անգամ գագաթնաժողովը անցնելու է հետևյալ կարգախոսով տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը։ Հայտնի է, որ բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից այդ ԹՓԿ անդամ են նաեւ Ղազախստան, Ուզբեկստան եւ Қырғызստան, այսինքն կենտրոնական ասիական 5 երկրներից 3-ը։ Մեծ հաշվով իրենց համար կարևոր չէ, թե այդ միջանցքը կամ ճանապարհը ինչպես է կոչվելու, Թրիփ, Ալիևյան ուղի կամ Զանգեզուրյան ուղի, իրենց համար ամենակարևորը, որ այդ ճանապարհը գործի եւ իրենց հնարավորինս կարճ ճանապարհ դնի, որը կկապի իրենց Եվրամիության հետ, մնացած աշխարհի հետ, եւ որ այս պահին այդ ճանապարհները այդքան էլ շատ չեն իրենց համար եւ սա հերթական այլընտրանքն է։ Արդյոք այս համատեքստում, օրինակ, մենք կարող ենք ակնկալել Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Қырғызստանի կողմից Ալիևյան դիրքորոշումների, այսպես ասեմ, եւ մոտեցումների բավարարում, արդյոք նրանք համաձայն են այսպիսի հռետորաբանության հետ, որովհետև հասկանալի է, որ այդ երկրների համար այդ ճանապարհը առնվազն այն ճանապարհը չէ, որ բացառապես կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Սա շատ ավելի մեծ պրոյեկտ է, նախագիծ է, որը կարևոր է նաև իրենց համար։ Իրենց դիրքորոշումները ինչպիսին կլինեն այս հարցում կամ ինչպիսինն են ըստ ձեզ։ Այո, իրենց պրոյեկտը, իրենց դիտանկյունը, իրենց մոդեցումները բնականաբար ուրեմն այդ նոր բացվելիք հաղորդումներից իրենց ստանալիք տնտեսական շահերն են, գաբերն են եւ այլն, բայց կարծում եմ այստեղ նաեւ քաղաքական կարևոր խնդիր կա եւ այդ ծեր նշած երկրների կողմից ուրեմն Վաշինգտոնյան հռչակագիրը ողջունելը կամ այդ հաղորդումների ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդումների ընդհանուր համագարկի նախագիծը շնորհավորելը, ողջունելը, սա ուղերձ կլինի նաև Միացյալ Նահանգներին։ Այսինքն Թրամփի անհատական ներգրավվածությունը, այդ ճանապարհների համալիրը Թրամփի անունով կոչելը, եթե ողջունվեն նաև իրենց ուղերձներում, իրենց ելույթներում, իհարկե խաղաղության ընդհանուր կարգախոսին գաբելով կամ ապաշրջապակման ծրագրերին գաբելով, ստեյության քաղաքական ուղերձը դեպի Վաշինգտոն, դեպի Միացյալ Նահանգներ հղելու, կարծում եմ քաղաքական դիրքորոշում կլինի այնպիսի տարածաշրջանում կամ այնպիսի երկրներում, որտեղ իբրև դիրույթ այլ թիմանկար, այլ թիմակից ունեն նախապես։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ղանթարյան։ Ես նույնպես։ Մեզ տեսակապով Բեյրութից էր միացել Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Ղանթարյանը, իսկ ինձ մնում է միայն ձեզ ցտեսություն մաղթել եւ կհանդիպենք։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապարիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am, իդեալ համակարգ, 28 տարի դեպի կատարելություն։